Դրա համար դա շատ կարևոր է, եթե սխալ երգիր են գրել, չեն ստանալու, հասնելու են դեսպանատուն, եւ դեսպանատունը ուրեմն հնարավորություն է տալիս հրաժարվել այդ խաղարկությունից, եթե տեսնում են, որ սխալներ կա։ Իսկ այդ անձնավորությունը, եթե Պարսկաստանի ծնունդ է եւ Հայաստանում է ապրում, Հայաստանի քաղաքացի է, կարող է այսօր Հայաստանի ամերիկյան դեսպանատանը անցնել իր այդ գործընթացը, թե պետք է Եթե մշտական բնակվում է Հայաստանում, այո, կարող է։ Եթե մշտական, եղավ։ Շնորհակալություն, Փաստաբան Սարյան։ Ձեզ եւ նորից շնորհավորում եմ ձեր ծնունդը։ Շնորհակալություն ձեզ, Վահրամ Գոհարիկ, դուք կարող եք դեռևս չհեռանալ, մենք հիմա պարզապես ընդհատվում ենք գովազդով, որից հետո անպայման վերադառնալու ենք եւ Վարդանը Ես ասեմ, որ Դերենիկ իմ լավ ընկերն է, Դերենիկը շատ մեծ ահոգի գտնվեց եւ պարոն Սարյանին զիջեց իր տեղը, քանի որ ասելիք կար։ Հիմա ես էլ ուզում եմ մի մարդ էր անցնում առավոտ մեր տաղավարով։ Լևոն ջան, այդ ծաղիկները իմ համար ես բերել։ Ոնց ես դու կես խոսքից ինձ հասկանում։ Շնորհավոր։ Կներեք, որ գովազդի ժամանակ եմ խլում։ Ամեն դեպքում շնորհակալություն։ Եվ իհարկե սա իմ աշխարհի ամենաշատ սիրելի ռեժիսորին, որի համար գժվում եմ, որը յուրաքանչյուր առավոտ իր գեղեցկությամբ կարողանում է ինձ արթնացնել, ես առայժմ այստեղ նստել, happy birthday to you։ Դե ինչ ընդհատվենք գովազդով, այնուհետև կշարունակենք։ Բայլիս եւս մեկ անգամ առավոտը շանթում ծրագիրը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, այո, մեզ արդեն միացել է Լևոնը եւ մեզ այս պահին արդեն կմիանա մեր գործընկերներից եւս մեկը, Հայկ Համեցիր։ Տաղավար, բարի լույս, քեզ եւս իհարկե շնորհավորում եմ։ Բարև ձեզ։ Ես ուշանում եմ, որտեվ քննությունից եմ գալիս։ Բարև ձեզ Սիլիեր Սետոներ։ Ահա, մեր ջան, կարելի է։ Այո, այո։ Ես էլ եմ ուշացել, բայց չեմ ասում ինչ է։ Բայց քննությանը մի երազանք պայ Մերի։ Երկու տղամարդկանց միջև, այո։ Այո։ Դու խոսիր մինչև ես ժամանակ լով են ասել, չէ՞։ Հիմա Հայկ եմ, բայց կասել, որ մենք այս պահին ունենք հեռախոսազանգ, ի դեպ 269646 մեր հեռախոսահամարն է, մեր հեռուստադիտողներին եւս այս հեռախոսահամարը ուզում եմ հայտնել, որպեսզի եթե ունեն շնորհավորանքներ, կարող են այսօր բացառություն է զանգահարել եւ ուղիղ եթերում դրանք մեզ հայտնել, իսկ մեզ անակնկալ ունենք, միացել է ով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լևոն Ջուլֆալակյանն է կապի մեջ, ողջույն։ Բարև ձեզ, ինձ համար շատ ուրախալի է, որ միացնում եմ առավոտյան եւ տեսնում եմ, որ մի տարին է մեր առավոտ ծրագրի եւ շատ ուրախացա եւ անձամբ ուզեցա, որ շնորհավորեմ։ Մենք էլ ենք ուրախ, Լևոն ջան։ Ուրախալի եւ հաճելի, որ արդեն նշում ենք մի տարին ձեր ծրագրի, մեր ծրագրի կարող եմ ասել, քանի որ մեր բոլոր մարզիկները, մարզաշխարհը, բոլորս էլ շատ են հյուր եղել ձեր մոտ եւ շատ հաճախակի դիտում ենք, շատ հաճելի է, ուզում եմ ձեր ծրագրին մաղթել հաջողություն եւ թող երկար տարիներ միշտ կարողանաք ձեր առավոտյան լավ մաղթանքներով եւ ուրախ ծրագրով ամբողջ մեր հայ ժողովրդին ուրախացնել։ Շատ շնորհակալություն։ Քանի որ մարզաշխարհի ներկայացուցիչ է, ես էլ Լևոն ուրախ եմ, որ առաջի զանգը եղավ հենց մարզաշխարհի օլիմպիական չեմպիոնի զանգ, դա կարծես թե ինչ որ մի բան հուշում եմ ես եւ հավատա, որ յուրաքանչյուր հաղթանակներից հետո մենք պատրաստ ենք այստեղ տաղավարում հյուրընկալել, ջերմ խոսքեր ասել, ծափարել, այո, ես սպասում ենք 2012 թվականին հունարոմեական ըմբշամարտում օլիմպիական չեմպիոնի Լևոն։ Լևոն ջան, եւ քանի որ ես հաղթանակների գերի եմ, հաղթանակասեր եւ հաղթանակապաշտ, ամեն դեպքում ուզում եմ քեզ ասել շնորհակալություն զանգի համար, ու ամեն դեպքում ուզում եմ քեզ յուրաքանչյուր անգամ քո յուրաքանչյուր հաղթանակը յուրաքանչյուր հայի համար դա մի ծննդյան օր է։ Այնպես որ քեզ էլ ասենք շնորհակալություն, սա նաեւ ձեր տոնն է, շնորհավորում եմ նաեւ ձեր տոնը ու քեզ շատ սիրում ենք։ Շնորհակալություն, Միացյալ Նահանգների մեր գործընկերները դեռևս կապի մեջ են, պարզապես պիտի հրաժեշտ տանք։ Մենք ուզում ենք իմանալ Հայկը ինչ ստացավ։ Դեռ չգիտի։ Հաստատ լավ է գրել, բայց մի բան հիշեցի, Վահրամ ջան, ուրեմն հիշում եք, որ նոր էին սենց ուղիղ եթերներ սկսում ընդհանրապես հայկական հեռուստատեսությունում, միշտ բոլորը զանգանում են, ասում են ձեզ անխափան եթեր, ձեզ անխափան եթեր, այսօր է որ ասում են շարունակական եթեր ենք զանգանում, ուրեմն ընկերոջս փոքր քույրիկը տատիկի ծնունդին բացիկում գրում է, տատիկ ջան, ես քեզ 4 տարեկան տակ, ես քեզ ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ անխափան եթեր։ Այդ նսել է ու անդադասել։ Հիմա էտա շանտին անխափան եթեր։ Շանտի մասին է։ Այո, շանտի եթերները միշտ էլ անխափան են, հատկապես երբ նման կոլեկտիվը բաղկացած է ձեզանից եւ մեզանից եւ ունենք
Այս հերոստադիտողների նման հերոստադիտողներ, այնպես որ մեր եթերները երբեք չեն կարող կան։ Եվ քանի որ ժամանակը Վարամ, քանի որ ես հիմա պիտի տեղը զիջեմ Լևոնին, ես դուրս եմ գալիս եւ ուզում եմ այս վերջի պահը օգտագործել, քիչ հետո նաեւ հորիզոնը կլինի։ Ուզում եմ նաեւ Լոս Անջելեսում ապրող մարզաշխարհի ներկայացուցիչներին ողջունել նաեւ, քանի որ այստեղ տաղավարից նաեւ հյուրեր են եղել մեր հաղորդմանը, Լևոն Իշտոյանը, Սերգեյ Բանդարենկոն, Ռոբերտ Գալասյանը, Վանես Մարտիրոսյանը, Արամ Ֆարադյանը, մի խոսքով բոլորին ուզում եմ ողջունել եւ հավատացեք, որ ձեր յուրաքանչյուր հաղթանակը այստեղ որ ժամանակին կերտել եք այդ հաղթական վարքյանները, որ մենք ապրել ենք, սիրով նորից ուզում եմ ուրախ սրտով նրանց էլ ասել, որ մենք պատրաստ ենք ամեն անգամ լսելու նաև ձեզ, սիրելի մարզաշխարհի ներկայացուցիչներ, այդ բազմահազար բանակին նաև ողջույններ։ Շնորհակալություն բոլորից, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Արիքո ելքը սպորտային անենք Վարդան, հա, Շանթի հաղորդական կազմում տեղի ունեցավ փոփոխություն, հա, համար 8 ամենը մի քանի վայրկյան էր տրված եզրագիծը հատելու, ես դրա համար թողում եմ այսպես սիրով։ Դե ինչ, շնորհակալություն նաև ձեզ Վահրամ։ Առավոտը Շանթում ծրագրի տաղավարում իսկապես եւ բազմամարդ է եւ բարձր տրամադրություն է, այո, մենք եւ Ծաղկաշատ է եւ մենք իսկապես փորձում ենք նշել Առավոտը Շանթում ծրագրի ծննդյան տարեդարձը։ Մենք 1 տարեկան ենք, այս պահին ունենք հեռախոսազանգ 269646-ի դեպ մեր հեռախոսահամարն է, տեսնենք թե ով է մեզ միացել։ Ալո, դուք եթերում եք, ողջույն։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թող Աստծո լույսը բարի լինի ձեզ։ Շնորհավորում եմ ես ձեր մեկամյակը տարեդարձը։ Շնորհակալություն։ Ամենամեծ հաջողությունները եւ ձեր շատ շնորհակալություն նման ուսուցանող, նման հաճելի, նման խելացի ծրագրեր ունենալու համար։ Շատ շնորհակալություն, բոլորիդ քաջ առողջություն։ Մենք ձեզ շնորհակալ, որ միշտ հետևում եք։ Աշխարհի ամենաանտիր ծաղիկները կցանկանայի ձեզ նվիրել։ Շնորհակալություն։ Ես կարծում ձեր խոսքերից ավելի թանկ բան մեզ համար չկա, որովհետև մենք աշխատում ենք ձեզ համար, իսկ եթե մեր եթերը սիրված է եւ գնահատված է ձեր կողմից, դա լավագույն նվերն է մեզ։ Շնորհակալ ենք, որ զանգ տվեցիք մեր ուղիղ եթեր։ Հեռախոսահամարը գործում է, ես կարծում եմ էլի կարող են զանգահարել։ Ես թվում եմ, որ լինում մեր եթերում փորձում են միանալ եւ բարեմաղթանքներ ուղղել։ Ցավոք չգիտեմ բոլորին կկարողանանք արդյոք պատասխանել թե ոչ, կփորձենք ամեն դեպքում մի քանիսին լսել։ Պատկերացնեք, մինչև ժամը 12-ը սես նստենք, մարդիկ զանգեն, մենք ասենք հուզված շնորհակալություն, մենք մինչև 45 րոպե շնորհակալություն։ Ասեմ, եթե մեր հեռախոսահամարը զբաղված է, կարող եք զանգել իմ ձեռքին, հեռախոսահամարն է 05 Եվ իհարկե, իրոք նոր քիչ առաջ բոլորիս տրամադրությունը իհարկե մինչև հիմա էլ բարձր է, բայց ես եւ Հայկը մի փոքր ուշ եկանք այս ծրագիր, ամեն դեպքում մեր շատ սիրելի աղջիկները նոր պատմում էին դեպքեր, որը շատ զվարճալի է։ Ես ինձ սկզբից ասեցին պատմի, բայց մոռացել էի, նոր հիշեցի, որ եթերում միակ դեպքը վայրեջքի իմն է եղել, որ ես այստեղ էլի եմ պատմել, կարծեմ չեմ հիշում։ Այստեղ ավելի ներքև է, քան համեմատած, հա, այս տաղավարի հետ, բեմի հետ։ Այո, աստիճան կա եւ ես ողջավորված, մենք թաքնված տաղանդից հյուր ունենք, Տաթևիկ հիշում ես, գդալներ էին ինչ որ փորձում կպցնել, մագնիտի։ Այսպես ողջավորված ինչ որ գդալներ եմ կպցնում, մենք էլ միանգամից հայտնվեցի գետնին։ Ու հենց կադրը իմ վրա էր պահած։ Մերին գետնի վրա։ Այո, հետո ես բանը խելոքացա, sense շատ այդ ողջավորվածությունս նստեց, ամոթից եկա այստեղ նստեցի, իբր ես չէի։ Բաժեմ մինչև եթեր sense նստում ես, sense եթեր պրսում է, վաղ ոտը սավա։ Չէ, դե լավ չես զգում քեզ, որ միանգամից կադրը ֆիքսում է։ Այդ պայն գուցե վաղ ոտը չի լինում, բայց շատ դեպքեր է լինում, որ շատերս վատ առողջ կամ վատ տրամադրությամբ լինում են եթերում, բայց կարողանում ենք ինչ որ կերպ թաքցնել հեռուստադիտողին։ Ունենք հեռախոսազանգ, այո, եւս մեկ անգամ միանանք հեռուստադիտողին։ Ողջույն։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես շնորհավորում եմ ձեր մեկամյակը։ Շնորհակալ ենք։ Ցանկանում եմ անհատական եթեր ձեր բոլորից հաջողություն եւ ամենալավ բաները։ Շատ շնորհակալ ենք։ Տանկերությունը ամենալավ հեռուստանգությունն է։ Ուրա։ Շնորհակալություն։ Երեխեք, մի տեսակ ինտերակտիվ խաղին կարոտել ենք, չէ։ Ես կարծում նաև հեռուստադիտողն է կարող։ Այո, հեռուստադիտողի հետ շփման ուղիղ եթերում։ Կարոտ կա եւ ներողություն ես տարվեցի։ Իդեպ ինտերակտիվի հետ կապված ես հիշեցի էլի մի պատմություն զվարճալի, ես կարծում եմ Մերին էլ է հիշում, երբ եթե հիշում են բոլորը, մենք նվերներ էինք, չէ՞, տալիս հաղթելու դեպքում կամ Որոգայթ հեռուստասերիալի կամ Մեր վարասներն ընտանիքում հեռուստասերիալի սկավառակները։ Եվ մի օր չհասցնելով գովազդի ընթացքում հասկանալ, թե որն ենք այսօր նվիրելու, արդեն մենք եթերում ենք եւ մեր ադմինիստրատորը փորձում է մեզ կադրից այն կողմ ձեռքերով բացատրել, թե ինչ է նվերը։
Ես նվերը պիտի ասենք, որ առաջինից մինչև 6-րդ եթերաշրջանների վերվարածներ սկավառակն է, այսինքն Դեվիդի սկավառակը եւ պատկերացրեք, այսպես սպասում ենք անհամբեր, որ պիտի ադմինիստրատորը հուժի եւ այնտեղից ադմինիստրատորը այսպես է անում։ Ու ես սպասում եմ ինչ։ Ես փորձում եմ հասկանալ, մերին նույնպես փորձում է հասկանալ, մի քանի վայրկյան լռություն, իսկ ես կարծում եմ բոլորը գիտեն, թե տաղավարում մի քանի վայրկյան լռություն ուղիղ եթերում, դա որքան անհասկանալի է։ Որքան անհասկանալի է հեռուստադիտողի համար, ինչ է կատարվում, ինչ են լռում։ Եվ պիտի ասեմ, մոտավորապես 5 րոպեի չափով փորձում էինք հասկանալ եւ ծիծաղ սկսվեց մեզ մոտ։ Հետո մինչեւ այդպես էլ չհասկացանք, հետո գովազդի ժամանակ հարցնում եմ, ինչ է իր ասում Արևիկ, ասում է 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եթերաշրջանի վերվարածներ ընտանիքում Դեվիդի սկավառակն Կարևորը չէր ասել։ Կարևորը չէր ասել։ Ես նաև ուզում եմ ասել, ներողություն, որ ընդհատում եմ, սիրելիս, այսօր կա ինտերակտիվ։ Ոչ, այսօր չկա, մենք եթե շատ արձագանքներ լիք փորձենք։ Տեսակ ինտերակտիվ է դառնում։ Բավականին շատ նվիրելու բան ենք, քանի որ Շանթ հեռուստաընկերությունում սկսվել է բազում հաղորդաշարեր, չէ՞ ասում։ Ծաղիկներս ես ոչ մեկի չեմ նվիրի։ Չէ, բարի թե կարող ես X Factor եւ այլ։ Մենք կարող ենք, ես կարծում եմ Շանթ հեռուստաընկերության ղեկավարությունը ինձ հետ համաձայնվի, մենք կարող ենք ձեզ հրավիրել այդ համերգներին, այդ հրաշք, այնպես որ ուզում եք անենք։ Տեսնենք ինչ կասի այդ դեպքում հեռուստադիտող ուզում է թե ոչ։ Բարի լույս։ Ալո։ Ալո, բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Ողջույն։ Երեխաներ ուզում եմ ասեմ, որ դուք ամենաբարի լույսն եք բոլոր բարի լույսերի մեջ։ Մեր ամեն առավոտը բարի է հենց ձեզ հետ։ Բոլորիդ անչափ շատ սիրում ենք եւ ձեր հեռուստատեսությունը լավագույնն է բոլոր հեռուստատեսությունների մեջ։ Շնորհակալություն, շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ, ձեր աշխատանքը հրաշալի աշխատանք եք կատարում եւ անչափ շատ մեզ դուր է գալիս իր բազմազանությամբ ձեր աշխատանքը։ Բայց ձեր ոգևորությունը այնքան լավ է, իմ մասին էլ երկու բան ասեք, էլի խնդրում եմ։ Իվան, առանց ձեզ երևի այդ եթերը այդքան զվարճալի ու հետաքրքիր չէր լինի։ Կերակ։ Շնորհակալ ենք անչափ համար։ Հեռուստադիտողը իհարկե խոսեց բազմազանության մասին, մենք չենք դադարում բազմազան դարձնել մեր եթերը, այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մի նոր էջ, որը այսուհետ ամեն օր լինելու է եթերում։ Եվ ոչ միայն այդ էջը ասենք, որ 3 տարբեր խորագրերով արդեն պատրաստ ենք նոր եթերաշրջան, այսպես ասած մտնել։ Ես ուզում եմ, որպեսզի այս պահին դուք դիտեք մի էջ, տեսանյութ, որը պատմում է 1001 կենցաղային լուծումների մասին, այսինքն տարբեր իրավիճակներում, որոնք առաջին հայացքից սովորական են թվում մեզ համար, բայց դրանց կարելի է տալ այնպիսի լուծում, որի մասին դուք երբևէ չեք պատկերացրել, սիրելի հեռուստադիտողներ։ Մի խոսքով 1001 լուծում այս պահին մեր եթերում։ Բայելույս ելի հեռուստադիտող, այսօրվանից առավոտը Շանթում ծրագիրը սկսում են նոր խորագիր, հմուտ ձեռքեր։ Հմուտ են ոչ միայն իմ ձեռքերը, այլ մեր վաղեմի բարեկամի դիզայներ Լենայի ձեռքերը, որը կարողանում է ոչինչից պատրաստել ինչ-որ պետքական իրեր։ Մենք խոստանում ենք ձեզ սովորեցնել, թե ինչպես կարելի է հին անպետք շշերը, հին կոտրված բաժակները եւ անպետք հագուստները վերածել պետքական իրերի։ Այսօրվանից փաստորեն դեն մի նետեք ոչ մի անպետք իր, դրանք այլևս կդառնան պետքական։ Ինչ ենք պատրաստելու այսօր Լենա։ Այսօր ես որոշել եմ պատրաստել փոքրիկ լուսամփոփ, որի համար ինձ պահանջվում են մի քանի նյութեր։ Նախ եւ առաջ գտեք այնպիսի լուսամփոփ, որի հոսանքի հաղորդիչն ու լամպի ամրացման հատվածը սարքին լինեն։ Մնացածը մենք կստեղծենք ինքնուրույն։ Ունենք այսպիսի գեղեցիկ ֆակտուրայով, այսպես կոչված սեզալ եւ փայտիկներ։ Փայտիկները հին զամբյուղներից ծաղկի համար նախատեսված զամբյուղներ են, որոնք ես կտրտել եմ եւ նախապես լաքապատել։ Արտաքին ձևավորման համար կարելի է օգտագործել շղարշ, թափանցիկ, գունագեղ գործվածքներ։ Քրքրեք ձեր տատիկի հին ճամպրուկներ եւ անպայման կգտնեք հրաշալի գործվածքներ։ Սեզալը ամրացնում ենք փայտից մեր կարկասին։ Մի քանի տեղ սոս ընձում։ Մի քանի րոպե եւ մեր լուսամփոփը կստանա իր վերջնական տեսքը։